Մի խումբ ռուսահայ ուսանողներ, իմ գլխավորությամբ, մեկ այլ հեղափոխական կուսակցություն ստեղծեցին Ժնևում։ 1887 թվականին հիմնված կուսակցությունը ստացավ հնչակյան անվանումը՝ իր հրատարակած հնչակ թերթի անունից։ Կուսակցության ծրագրով նախատեսվում էին գործունեության հեռակա և մոտակա նպատակները։ Մոտակա նպատակներն էին զինված պայքարի միջոցով Արևմտյան Հայաստանն Օսմանյան բռնապետությունից ազատելը, այնուհետև պարսկահայերի և ռուսահայերի ազատագրումը։ Հեռավոր նպատակը սոցիալիզմի կառուցումն էր և հավասարության ու արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակության ստեղծումը։ Հեղափոխական պայքարում կուսակցությունը կարևորում էր զինված ապստամբական գործողությունները, իբրև ժողովրդի ոգին բարձրացնելու, բռնակալությանը հարվածելու և հայությանը պաշտպանելու ազդու լծակ։ Կուսակցության անդամները ակտիվ մասնակցություն ունեցան Սասունի, Զեյթունի և Վանի ապստամբություններին և պաշտպանական գործողություններին։ Կուսակցության ներսում սոցիալիստական գաղափարախոսության որդեգրման շուրջ առկա տարաձայնությունների հետևանքով 1896 թվականին այն պարակտվեց երկու թևերի։ Ավետիս Նազարբեկյանի ղեկավարած թևը կարևորում էր սոցիալիզմի համար պայքարը, մինչդեռ հակառակ թևը գտնում էր, որ առաջնայինը ոչ թե սոցիալիզմն է, այլ օտարատիրապետությունից ազատվելը։ Վերջինս հետագայում վերածվեց առանձին կուսակցության և հանդես եկավ վերակազմյալ հնչականներ անունով։ Թերթի հիմնադրման նպատակն էր հայ ժողովրդի ազգային ազատագրման պայքարի հնչակյան կուսակցության գաղափարների տարածումը։ Ծավալուն տեղ է հատկացրել արևմտահայության տնտեսական և քաղաքական կացության լուսաբանմանը, անդրադարձել օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականությանը։ Հավասար կարևորություն է տվել ոչ միայն օսմանահպատակ Արևմտյան Հայաստանի, այլև ռուսահպատակ Արևելյան Հայաստանի ու Ղաչարական Իրանի կազմում մնացած պարսկահայքի ազատագրությանը։ Հնչակի շնորհիվ միջազգային հասարակությունը տեղեկացվել է Կարենի ու Կոստանդնուպոլսի հակակառավարական ցույցերի, Սասունցի, Զեյթունի ու Վանի ինքնապաշտպանության և ընդհանրապես հայդուկային շարժման մասին։ Գործունեության երկրորդ շրջանում թերթի հիմնական հարցը կրկին եղել է հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը, միաժամանակ քարոզել է բոլոր հայերին համախմբվել Հայաստանի շուրջ։